Ողջույն, սիրելի ասցենդենտի նշանով ցուլեր եւ արևի նշանով ցուլեր այսօր մայիսի 30-ն է մուրացույցով Ուրանն է բաժին ընկել, այսինքն դասում այն մասին, որ փոփոխություններ կլինեն ձեր կյանքում միանշանակ եւ միգուցե տեսեք ասենք կոնկրետ միայն այստեղ ձեր համար եմ նշում Իդեպ ասեցի ձեր համար հիշեցի դուք նախավերջին տեղում եք 10-րդ տեղից տեղափոխվել եք 11-րդ տեղ այդպես մանևրում եք որքան էլ որ ես ձեզ համար մանրամասնում եմ բայց այդպես առանձնապես հետաքրքրված չեն ցուլերը եւ ես էլ առանձնապես այդպես շատ հակիրճ կներկայացնեմ ձեզ համար ինչեւ է ինչում նկարանում փոփոխությունը որ ձեր նշանն է մուտք գործելու Խիրոնը նույնիսկ եմ կրկնում, սա միայն ձեր համար եմ ասում, որ ձեր նշանն է մտնում, մյուս նշանների համար չեմ ասել, դա այդպես ընդհանուր ես հետո կասեմ, ինչևէ հունիսի 20-ին ինքը կմտնի մինչև 2033 թվականն է մնալու, բավականին երկար եւ ինքը այդպես հերթով բնականաբար փոփոխություններ կբերի ձեր կյանք հունիս ամսին արդեն այդ մեկնարկը տվում է, եւ ես հիմա հունիս ամսվա համար եմ ուրեմն ձեզ հունիս ամսվա կանխատեսումն եմ ներկայացնելու եւ առանձնացել եմ եւս երկու կարևոր փաստ դա այն է որ Մերկուրին խեցգետնի նշանում կդառնա հետընթաց եւ իհարկե Յուպիտերը 1 տարով կտեղավորվի Առուծի նշանում Յուպիտերը նշան է փոխում փաստորեն Յուպիտերը, Խիրոնը եւ կփոխեն իրենց նշանները դե իհարկե Մերկուրին Վեներան Մարսը շատ ավելի արագ են փոխում իսկ Արևը ամեն ամիս ինքը բնականաբար փոխում է իր նշանը ինքը հետընթաց չի լինում ահա սրանք են հիմնական փոփոխությունները սիրելի ցուլեր լսում ենք ասցենդենտի նշանով, այնուհետև արևի նշանով եւ այդ երկուսը միացնում ենք, որպեսզի ընդհանուր լինի եւ մեծ հաշվով սա չի կարող ոմանց մոտ միգուցե, բայց մեծ հաշվով չի կարող 100%-ով համապատասխանել, որովհետեւ սա ձեր քարտեզը չի։ Երբեմն զարմանում են, դե ոչինչ 90%-ով համընկավ, բնականաբար չի կարող 100%-ով լինել, սա ձեր քարտեզը չի, սա ընդհանուր տրանզիտներն են։ Պարզ է եւ սա ասվում է ընդհանուր հասկանալու համար ասենք խավարումները երբ են նորալուսին լիալուսինը երբ է արևը երբ է փոխում կամ այդ մոլորակների դասավորությունը մոտապես ինչպիսի էներգիա է կուտակում սրա մասին է խոսքը սա եք դուք իմանում եւ ասենք ինչ գործողություններ կարող եք անել մոտակա ժամանակահատվածում բայց կոնկրետ ձեր քարտեզը դա գիտեք միայն դուք եւ միայն կդիմեք խորհրդակցության այդ ժամանակ ձեր մասին կոնկրետ կիմանաք երբ որ դա ձեզ խիստ անհրաժեշտ է ուրեմն սա էսպես Ես երևի ընդհանուր կասեմ, որպեսզի մարդիկ ինչ որ չսպասեն, որ անպայման 100% դա պետք է համընկնի, դա հնարավոր բան չի։ Տրամաբանորեն։ Եվ այսպես հունիսի 1-ին Մերկուրին դա կմտնի Խեցգետնի նշան եւ հենց 29-ն էլ մինչեւ հուլիսի 24-ը ինքը լինելու է հետընթաց եւ այստեղ դուք ձեր ընկերների հետ կամ միգուցե հարազատների հետ, ծանոթների հետ, ինչևէ, այստեղ որոշ ընտանեկան հարցեր եք քննարկելու, ունեցվածքի հարց եք քննարկելու եւ այլն, այսպիսի հարցեր կան։ Պետք է վերլուծեք, որտեղ հետընթաց Մերկուրի ժամանակ մենք ոչ մի նոր գործեր չենք սկսում, այլ այն ինչ որ կա, մենք փորձում ենք վերլուծել, հասկանալ մեր հետագա անելիքները հիմնականում սա վերաբերելու է այլ երկրի հետ, մասնավորապես ձեզ համար եւ ընտանեկան թեմաներին է վերաբերելու, այնպես որ նման հարցերում եղեք ուշադիր հնարավոր է նաև ինչ որ տեխնիկա գնել ինչը ոչ տուն վաճառել կամ գնել այսպիսի հարցեր կլինեն ահա ուրեմն նշաններ ասացի որ փոխում են մոլորակների այս նշանները եւ ուզում եմ անպայման նշել նորալուսինը եւ լիալուսինը նորալուսինը տեղի կունենա հունիսի 15-ին արևի լուսինը կմիավորվի 25 աստիճանում Հայաստանի ժամանակով առավոտյան 6:33 րոպե 58 վայրկյան եւ այն տեղի կունենա ձեր ֆինանսների տանը այստեղ կարծես թե ոմանք նոր աշխատանք նոր ծրագրեր եւ դա արդեն ձեր քարտեզով պայմանավորված թե ինչպիսին կլինի հաջողակ կլինի ոչ այնքան եւ այլն փոփոխություններ իհարկե
ցուլերի կյանքում կլինեն, իհարկե նայած թե ձեր ասցենդենտի նշանն է, ասենք եթե ձեր ասցենդենտի նշանն է կոնկրետ ցուլը, դուք ցանկացած նշան եք, այստեղ ձեր ֆինանսները այդպես կարող են տատանվել առաջիկա տարիների ընթացքում։ Իհարկե սա կարևոր է իմանալ, որ ասենք որ տարվա որ հատվածն է կամ որ տարում ավելի ճիշտ, որ ասենք դուք ֆինանսական ավելի շատ ծախսեր եք ունենալու եւ դուք դրան պատրաստ լինեք, որ այդպես միանգամից կորցնելու ձեզ համար դժվար չլինի, երբ հոսքեր են լինում, գումարներ եք ստանում, իհարկե մարդիկ ուրախանում են, իրեն շատ լավ են զգում, բայց մոռանում են, որ կգա ժամանակը, որ հետո այդ գումարները պիտի ծախսեն իրանք, չէ՞։ Դրա համար պիտի այսպես ճիշտ բաշխեք։ Ես ձեզ նախորդ եմ զգուշացնում, որ այն ժամանակահատվածն է սկսվել, որ դուք ուրեմն ինչ որ մի ժամանակ ֆինանսներ կունենաք, ինչ որ մի ժամանակ այդ ֆինանսները կծախսեք, ու ցանկալի է որ դուք իմանաք որ տարում է, ուրեմն ձեզ այդ երևույթները երբ են լինելու, եթե իհարկե դա ձեզ հետաքրքրում է, կարող եք դիմել եւ եթե կարևորվում է ինչ-որ բիզնես ունեք եւ այլն, այ դա ձեզ համար արդեն կարևորվի։ Հիմա ես ուզում եմ նշել նաեւ Լիալուսինը, որը տեղի կունենա հունիսի 30-ին արևելուսինը կհակադրվեն 9 աշճանում եւ այն տեղի կունենա այդ ջուրի նշանում գիշերը Հայաստանի ժամանակով 3:56 րոպե 29 վայրկյան եւ մենք այստեղ տեսնում ենք որ այն վերաբերում է արտերկրի թեմային կամ հայրենիք արտերկրինից որտեղ է գտնվում այդպիսի թեմաներ են տան հիմնականում կարող է լինել տան թեմա, բնակարանի թեման, ընտանիքի թեման նորից կամ ինչու ոչ նաեւ երեխայի թեման ոմանց մոտ եւ իրավական հարցեր կան որ կքննարկվեն ձեզ համար այդ ամեն ինչը կարծես թե արդեն դուք պատկերացնում եք ձեր անելիքները գիտեք, կարծում եմ մինչև հունիսի 30 ձեր անելիքները կիմանաք, բայց իհարկե հնարավոր է որ իմանաք եւ հենց այդ ժամանակ էլ արդեն դուք սկսեք վերանայել վերաձևել, հասկանալ, մտածել, վերլուծել, ինչ եք անելու, ինչպես եք անելու, այսինքն մինչև ամսվա վերջ դուք որոշակի պատասխանատու հարցեր կլինեն, կդրվեն ձեր առջև եւ հետո դուք արդեն կորոշեք թե ինչ լուծում եք տալու, ինչպես եք այդ հարցերը լուծելու։ Ահա այսպեսին կլինի սիրելի ցուլեր եւ հիմնականում գիտեք Յուպիտերն էլ կմտնի, ասացի, ձեր 4-րդ տունն, այնտեղ Վեներան է մտնելու եւ այստեղ ֆինանսական հարցեր նաեւ կքննարկվեն տան բնակարանի հետ կապված կամ այստեղ մեկ այլ երկրի հետ կապված այսպիսի ուրեմն թեմաներ են լինելու հնարավոր է նաեւ գիտեք այստեղ վաճառքը, արքու վաճառք, բայց ավելի շատ վաճառք կարող է լինել ինչ որ մի բանի դա ձեր քարտեզը ցույց կտա, բայց նման բան կամ միգուցե գումարներ դնեք ինչ որ մի բանի համար, հա, այսպիսի իրավիճակ եւս կարող է լինել ֆինանսական հարցերը միանշանակ տեսեք Մարսը ձեր նշանում է գտնվում սիրելի ցուլեր եւ ինքը հունիսի 28-ին կլեքի ձեզ համար դժվար է, իր համար եւս դժվար է մինչև այդ կանցնի այս դժվարությունները եւ հունիսի 28-ին արդեն ինքը իրեն շատ ավելի լավ կզգա եւ բավականին ակտիվ կլինեք այստեղ եւ ֆինանսական հոսքեր կարող են լինել, կարող է միանգամից փոփոխություն լինել, գիտեք ձեր քարտեզը ցույց կտա հնարավոր միանգամից ինչ որ գումարներ գնան կամ շատ հնարավոր միանգամից գումար գա, այս տարբերակն է։ Ես գիտեք նույնիսկ իհարկե դա ամսվա վերջին է լինում ես կարող եմ նույնիսկ նշել թե դա մոտավորապես երբ կարող է լինել դա արդեն մենք տեղափոխվում ենք հուլիսի սկզբին, հա, դա կլինի մինչև 10 համարենք մաքսիմում հուլիսի սկզբից մինչև 10 այդ ժամանակահատվածում կարող է լինել շրջադարձային, այսինքն դուք ինչ որ մի նպատակի համար կարող եք գումար կորցնել, ծախսել, ոչ թե կորցնել կամ այստեղ հնարավոր է որ ինչ որ գումար ստանաք այդպես կարող է եւ ձեզ համար շատ անսպասելի դա լինել ձեր անձնական քարտեզով է պայմանավորված եւ հունիսի 21-ին արևն է փոխելու իր նշանը կմտնի ձեր ուրեմն 3-րդ տուն այդտեղ է իսկ ես մյուս կարևոր իրադարձությունը դա այն է որ սիրելի ցուլեր ամեն դեպքում ես նշեմ որ 20-ից սկսած թերևս
20-ից սկսած 21, 22-ը, 21, 22, 23, քանի որ ես չգիտեմ յուրաքանչյուր ձեր քարտեզում դուք ինչ ասպեկտացիա ունեք, շատերն էլ միգուցե չգիտեն, բոլոր դեպքերում այստեղ լինում եք ուշադիր, փորձում եք կոնֆլիկտի չգնալ, ցանկալի չէ որ այդ ժամանակահատվածը հատկապես գիտեք բժշկի դիմել, հա, հունիս ամիսը իդեպ նշեմ 16-ից մինչև 29 բժշկին դիմելու համար լավ ժամանակահատված չի եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն 20-21-22-ը եւս տեղավորվում է այդ ժամանակահատվածում, այնպես որ ցանկալի չէ բժշկի դիմելը եւ եթե ինչ որ հարցեր կան, մինչև այդ փորձեք կարգավորել ահա կամ փորձում եք զերծ մնալ կոնֆլիկտներից, ցանկացած գործողություններից, հա, փորձեք այդպես ավելի իզոլացած, հա, այսպես այդ խորհուրդը կարող եմ տալ եւ իհարկե ընդհանուր տրամադրությունը այստեղ իհարկե ֆինանսներն են կարևորվում են նման հարցեր կան եւ նաեւ ընտանեկան տան բնակարանային հարցեր կարող են լինել, ընտանեկան հարցեր կարող են լինել, որ ձեզանից պահանջվում է լուծում տալ եւ նշեմ, որ ձեզ համար այդ գործերը վերջացնում եք, բայց ձեզ համար առաջնային է լինում ձեր կարիերան, ձեր նպատակները, ձեր աշխատանքը, գործը, դրան պետք է ուշադրություն դարձնեք, այդտեղ ձեր ուշադրությունը սևեռեք, այսինքն շատ չընկնեք այլ թեմաներով, այլ ուշադրությունը հայացքը ուղղել դեպի ձեր կարիերան։ Այսքանը սիրելի ցուլեր, կլինեք ակտիվ, կստանաք ավելի շատ ինֆորմացիա, չնայած որ ես ձեզ որքան էլ որ հակիրճ, բայց հիմնական շատ այդպես կարևոր ինֆորմացիան ես ձեզ փոխանցում եմ, կապ չունի։ Ահա, այնպես որ սա ձեր ակտիվությունով է պայմանավորված, սա ինչևէ հունիս ամսվա համար կանխատեսումներ, հունիսին, այդպես 20-ից հետո են հիմնական գործողությունները կատարվում, էներգիաները այդ ժամանակ են կուտակվում եւ փաստորեն այսպես բոլորիս էլ բաժին է հասնում հուլիսը, ասենք հուլիսից նոր սկսվում են գործողությունները, հա, շատ կոնկրետ սկսվում է այդ ժամանակ։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք գրեք անպայման մեկնաբանություններում, որքանով օգտակար եղավ, բոլոր դեպքերում ես բանալիներ եմ տալիս, երկար-բարակ այսպես ջուր չեմ ծեծում, այլ կարևոր բաներն եմ ասում, այնպես որ գրեք տպավորությունների մասին ակտիվ կլինեք, ավելի շատ ինֆորմացիա կստանաք, իսկ եթե ձեզ չի հետաքրքրում, ես կարծում այսքանն էլ դեռ ուրեմն ձեզ բավական է։ Լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։